եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո ամեն։ Սիրելի հավատացյալներ, այսօր բոլորիս ծանոթ պայմաններով եւ պատճառներով շատեր իրենց դուները իրենց աբաստանարան դարձուցած են։ Դուն գուզեն մնալ մարդիկ այսօր, որբեսի առավելակույն չափով փորձեն աբահով մնալ։ Ոմանք դուրս ելնելու միջոցներ չունին, ոմանք մտահոգ են, թե կրնան անհանգստանալ, կամ արգածի հանդիպիլ, անոր համար ամենեն լավ ընտրությունն է բնակարաններում մեջ առավելակույնս մնալ եւ բնակարանները դարձնել մեր աբաստանարանը։ Բայց եթե այսօր մասին շատ մտածենք, իսկապես ինչ հրաշք է Աստուծո բնությունը, որ այսօր նաև մեզի մտածել գուտա, որ Աստվածալ մարդուն աբաստանարանն է, եւ մենք որքան կյանքին ընթացքին պետք է Աստված մեր աբաստանարանը դարձնենք առավելակույնս աբահով մնալու համար, առավելակույնս անոր պաշտպանությունը վայելելու համար։ Փամը, որ մենք հաջող կնենք, մենք բոլոր մեր աղոթքները, ցերնարկները, հավաքույթները բահբանիչ աղոթքով կփակենք։ Աղոթքը, որ ուրիշ բան չէ խորքին մեջ, եթե Աստուծո օսել դեր թուն մեր բահբան աբաստանարանը եղիր, որովհետև Հիսուս Քրիստոս իր զորությամբ գանտրանցի մարդկային բոլոր միջոցները եւ դերն է ամբողջ աշխարհին եւ գոյություններուն, ինչպես որ այսօր Ավետարանի հատվածը, որ ընթերցվեցավ բադարակի սկիզբին, այդ մեկը ցույց կտա։ Այսօրվան Ավետարանը կպատմե, թե ինչպես հանգարց հրյաները եկան Հիսուսի մոտ, որբեսի անոր բռնի ուժով թագավորն են։ Գուզեին իրեն թագավորն էլ, որովհետև եթե Ավետարանը լավ սերդեք, պիտի տեսնեք, որ Հիսուս անգե առաջ 5000 հոգի գերագրած էր, բնականաբար ուրիշ հրաշքներ ալ կործած էր եւ հրյաներուն համար բացառիկ առիթ էր։ Հիսուսը, որ կարողություններով կգերազանցեր մարդկային բնությունը, թագավոր նշանակել եւ իր ջամփով աբաստամփիլ հռոմեական գայսրության թեմ եւ դառնալ ազատ եւ անկախ պետություն։ Բայց Հիսուս գիտնալով անոնց մտածումը գսե Ավետարանիչը հերացավ անոնց մե եւ լեր գնաց աղոթելու համար։ Այսօր թեև բնականաբար չենք հաշտվիր այդ մտածումին հետ, որ հրյաներ գուզեին բռնի ուժով Հիսուսը թագավոր գարկել իրենց անհատական եւ իրենց հաշիվներուն համար, այսօր մենք պետք է մտածենք, որ մենք ինչ արիտներ ունենք մեր կյանքին մեջ, Հիսուս Քրիստոս ինչ հրաշքներ կործած է մեր կյանքին մեջ, որբեսի արիտը լա, որ մենք իրեն մեր թագավորը հռչակենք։ Եվ իսկապես մտածեցեք, կան արդյոք հրաշքներ, որուն համար ասեք, որ դեր թուն իմ թագավորս ես։ Իսկ եթե չկա, ես ցեզի կրնամ ասել այն հրաշքին մասին, որով կրնակ Տիրոջ թագավորությունը հռչակել ձեր կյանքի մեջ։ Հիսուս Քրիստոսի ամենեն մեծ հրաշքը մեր կյանքին մեջ խաչին վրա բոլորիս համար խաչվի լներ եւ անով մեզի փրկությունը դալներ։ Թեև այս մասին շատ գանտրատարնանք, բայց եկեք ցեզի այսպես բացատրեմ, ինչքան մեծ է բադիվը Աստուծո դրված մեզ մե յուրաքանչյուրիս։ Մենք ունենք բարեկամներ, ծանոթներ, որոնց բսակաթրության լուրը կիմանանք։ Եթե անոնց մտերմություն ունենք, կսպասենք, որ հրավիրյալներու ցանգին մեջ լանք։ Եթե չստանանք այդ հրավերը, կդխրինք, իսկ եթե ստանանք այդ հրավերը, բադվված կսկանք։ Աստված սիրելիներ, բոլոր մարդկության իր խաչելությամբ հրավեր տվավ երկնքի արքայության ժառանգորդները դառնալու եւ ասի ամենեն մեծ հրաշքն է մեր կյանքին մեջ, որ Աստված մեր անարժանությունը անդեսելով մեզի համար խաչ բարձացավ
եւ մեզի համար երկնքի արքայության դռները բացավ, որբեսի ուզողը ներս մտնե։ Եվ ավետարանիչը գշարնագե, որ Հիսուս լեր բարձացավ, աղոթեց, մինչ այդ իր աշակերտներուն ղրգեց, որբեսի նավը առնեն եւ լիջին մույս կողմը անցնեն։ Ավելի ուշ Հիսուս քիշերով ճուրերուն վրայեն քալելով գմոդենա աշակերտներու մեջ, որ նավին մեջն էին, որ դագավին չէին հասած։ Ավետարանիչը գսե ձովը ալեգոց էր, փոթորիկ կար, եւ երբ աշակերտները Հիսուսն ալ տեսան, ավելի վախցան, որովհետև իրենք զանոթ էին Սամոսներուն եւ գիտեին, որ Սամոսներուն մեջ գրված է, որ Աստված ճուրերուն վրա են գքալե։ Վախցան, որովհետև Հիսուսը ասավ՝ ես եմ, մի վախնակ։ Հիսուս իրենց ողջունեց ճիշտ այն բառերով, որ Աստված ինքզինք հայտնեց Մովսեսին։ Մովսես մարգարեն անաբադի մեջ, երբ առաջին անգամ Աստուծո հանդիպեցավ եւ ասավ, որ լավ անունդ ինչ է, Աստված իրեն ասավ՝ ես եմ, որ եմ։ Եվ երբ Հիսուս այդ նույն բառերով ողջունեց իր աշակերտներուն, հանդիպեցավ իր աշակերտներուն, աշակերտները վախցան, որովհետև տեսան Աստված իրենց կհանդիպի այն փոթորգոց ալեգոց ճուրերուն մեջ նույնիսկ։ Եվ մենք ալ սիրելիներ, երբ այս մասին կմտածենք, պետք է անդրադառնանք, որ Հիսուս Քրիստոսի հրաշքները իր առաքելության շրջանին պարզապես հրաշքներ չէին ի ցույց մարդկան, հրաշքներ էին, որբեսի մարդոց Հիսուս Քրիստոս ցույց տա, որ ինքը Աստված էր, եւ այսօր մեզիալ հրավիր է այդ ուղղությամբ մտածելու։ Եվ այսօրվան այս դրվագը, սիրելիներ, մեզի կհրավիրե մտածելու, հույս տնելու Աստուծո վրա, հավատք տնելու Աստուծո վրա եւ տեսնելու Աստուծո քերիշխող զորությունը ճուրերուն վրա եւ մարդոց վրա։ Հիսուսի աշակերտները ձովու ալեգոտ ճուրերուն մեջ իրենց դժվարության մեջ հանդիպեցան Աստուծո։ Ավետարանիչը այսօր այս դրվագը արձանագրելով գիշեցնե նաեւ մեզի, որ մեր ալ կյանքի դժվարություններու մեջ Աստված գրնա մեզի հանդիպիլ։ Այս ավետարանի դրվագով, սիրելիներ, ավետարանիչը գհիշեցնե, որ Աստված աշխարհի մեջ ներկայություն է։ Աստված մարդկութենեն հերու չէ, այլ գաբրի մեր մեջ, մեր շուրջ եւ մեզի համար։ Անոր համար որքան ալ մեծ լան մեր կյանքի դժվարությունները, հիշենք, որ Հիսուս Քրիստոս այդ դժվարություններուն մեջ է եւ ներկա է։ Բայց ինչպես կրնանք զգալ, որ Հիսուս Քրիստոս ներկա է մեր կյանքին մեջ։ Մենք միշտ կսենք Հիսուս հոս է, Աստված ներկա է։ Բայց ինչպես կրնանք իսկապես զգալ կամ վստահ լալ, որ Հիսուս Քրիստոս ներկա է մեր կյանքին մեջ։ Հիսուս երբ որ իր աշակերտներուն հանդիպեցավ, ասավ՝ ես եմ, մի վախնակ։ Որ մեր այդ աշակերտները ուզեցին Հիսուսը նավ առնել եւ նավ արին համաձայն մյուս ավետարանիչներուն նույն թեփքի պատմվածքին եւ արդեն հասան։ Եթե գուզես զգալ Աստուծո ներկայությունը կյանքիդ մեջ, պետք է հավատացիր։ Եվ նորեն մեր կյանքի մասին խոսելով, ադեններ մեր բարեկամներուն, ծնողներուն, զավակներուն, սիրելիներուն փամ մգսենք ամենայն անգեղծությամբ եւ չեն հավատար մեզի եւ քիչմը վիրավորված սրդապեկ իրենց կհարցնենք չես հավատար իմ ասածիս ինչու որովհետեւ կսպասենք որ անոնք մեր մդերմության մեր ասկագանության կամ հարաբերության սիրույն իսկապես մե հավատան մեր ճշմարիտ խոսքին մենք ինչու նույնը չեն գներ Աստուծո որ երբ ցեզի եւ ինձի եւ մեր բոլորին գսե մի վախնակ մենք ինչու չհավատանք անոր չեք կարծեր որ բոլորս ալ Աստուծո ճագերտներու մեջ սիրտը գոդրած գլանք երբ չհավատանք իր ասածներուն
Անոր համար հավատք ամեն բանի առաջ եւ ամեն բան է վեր։ Հավատք, որ Քրիստոս ներկա է կյանքիդ մեջ։ Հավատք, որ Հիսուս Քրիստոս գրնա շատ բան փոխել կյանքիդ մեջ։ Բայց ոչ ինչպես դու գուզես, այլ ինչպես Հիսուս Քրիստոս գուզե։ Անոր համար մենք երբ աղոթենք, իմաստություն կխնդրենք։ Գսենք իմաստություն հոր Հիսուս, դուր մեզ իմաստություն։ Կհավատանք, որ Հիսուս Քրիստոս մեզի իմաստություն մի դիտա։ Շատեր, որովհետև սխալ կհասկնան, երբ գսվի անոնց աղոթե եւ վստահիր Աստուծո։ Անցյալները հավատացյալ մը կպատմե, թե ինչպես անցումը իրեն մոդեցած է հարցի մը կոծով, եւ այդ հավատացյալը զինք լսել է այդ իրեն ասած է աղոթե Աստուծո վստահիր։ Հաջորդ օրը, հաջորդ խոսակցության ընթացքին նույն բանը ասած է, մինչև որ այդ անձը իրեն ասած է, միջև երբ իր աղոթեմ, ինձի գսես, որ Աստծո աղոթե, Աստծո հավատել, ավ փամ մըր է։ Բայց Աստուծո աբավինիլ եւ Աստուծո հուսալ եւ Աստուծո վստահիլ չի նշանակեր ծեր նամած մնալ։ Աստուծո վստահիլ կնշանակե, երբ գործողության պետք ունիս, երթալ բժիշկներուկով, բայց աղոթել, որ Աստված այդ բժիշկներուն մեջ են գործե։ Երբ մեր աշակերտներուն իրենց քնություններեն առաջ աղոթել կհրավիրենք, չեն գսեր իրենց ծեր թասերը մի պատրաստեք, այլ ծեր թասերուն գողքին խնդրեցեք Աստուծմե, որ իմաստություն դա ցեզի, որ կարողություն դա ցեզի, որովհետեւ ծեր թասերը լրացնեք, նույնալ աշխատանքին գողքին, նույնալ մեր կյանքի ամեն հանգրվաններուն ընթացքին։ Վստահիլ Աստուծո չի նշանակեր չաշխատիլ, այլ վստահիլ, որ Աստված ամենեն վատ բժիշկին ցերկով նույնիսկ ամենամեծ հաջողությունները կրնա իրագործել։ Մովսես, երբ Աստուծո առաքելության համար Ահարոնին մի դերտար, իրեն ասավ, որ ես թոթով եմ, չեմ գնար խոսիլ, դգար եմ, ինչպես կրնամ ունել, Աստված ասավ, թուն կնա եւ մի վախնար։ Անոր համար մեր արգյանքի մեջ սիրելիներ, ուր որ երթանք առանց վախնալու, այն հավատքով սակայն, որ Հիսուս Քրիստոս մեր ամենամեծ դժվարության մեջտեղն է, քեզի գնայի գսե ես եմ, Աստված եմ, եւ Պողոս առաքյալ գսե, ան որ Աստված իր գողքին ունի, ոչ մեկ բան անորթեմ գրնա ելել։ Վերջապես, այսօր սիրելիներ, առաջավորած բահքի փարեգենտանն է։ Փարեգենտան բարը ցեզի ծանոթ է, մեծ բահքեն առաջ փում փարեգենտանը գոյություն ունի։ Փարեգենտան կգոչվի այն նախորդ օրը, որում պիտի հաջորդե բահեցողության շրջանը։ Եվ վաղվն է սկսյալ առաջավորած բահքը կսկսի, որ ցեզ մեջ սադերուն ծանոթ է Սուրբ Սարգիսի բահքով կամ Սուրբ Սարգիսի ձոմաբահությամբ։ Թեև եկեղեցվո մեջ սուրբերու ձոմաբահություն եւ բահեցողություն գոյություն չունի, սակայն եթե մեկը գուզե Սուրբ Սարգիսին ձոմ բահել, Աստուծո չի խրճեցներ։ Սակայն առաջավորած բահքը Սուրբ Գրիգոր Լուսավորիչին հաստատած հայ իրականության մեջ առաջին բահքն է։ Երբ Գրիգոր Լուսավորիչ խոր վիրաբեն ելավ, ավանդությունը հայ սմավուրքը մեզի մեր եկեղեցվո բադմիչները կփոխանցեն, որ 60 օր քարոզեց, խոսեցավ, ուսուցանեց, սորվեցուց Հիսուս Քրիստոսի մասին, 60 օրեր յետք թելադրեց թագավորեն սկսյալ մինչև ամենեն բարձ հայը, որ գաբրեր Հայաստան աշխարհի մեջ, բահեցողությամբ պատրաստվելու մգրդության համար, որպես այդ բահեցողության շրջանին Աստված իր լույսը ցակեցնե Հայաստան աշխարհին վրա, զիրենք ընդունի իրենց մեղքերեն մաքրե եւ նոր մարդիկ դարձնե։ Վաղվն է բահեցողություն է, ոմանք կնախնդրեն ձոմաբահությամբ անցնել այս շաբաթը, բոլոր անոնք, որոնք ձոմաբահությամբ կամ բահեցողությամբ պիտի ուղևորվին քալ շաբաթ, անոնց փյուր օրհնություն, թող Աստված ընդունի բոլորին աղոթքները, բահեցողությունները եւ ձոմաբահությունները, նաեւ որովհետեւ ասիգա Գրիգոր Լուսավորիչը հիմնած էր եւ հաստատած էր Հայաստան աշխարհին համար, թող մեր բահեցողությունը եւ ձոմաբահությունը նաեւ դեղ ունենա մեր Հայաստան աշխարհին, որ դարիները ի վեր
դարբեր տեսակ դժվարություններու մեջ են գանցնի, հավատալով, որ Հիսուս այդ դժվարություններու մեջ է եւ մենք պետք չէ վախնանք, հուսալով, որ Աստված աղոթելով եւ հավատալով, որ Աստված այդ բոլոր դժվարություններեն պիտի ազատե մեր ողջ ժողովուրդը Հայաստանի մեջ կամ այլուր։ Օրհնյալը լակ մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով, որում փառքը գվայել է Հավիդյանս ամեն։